Շատ վաղուց, երբ աշխարհում դեռ նոր էին ստեղծվում առաջին պետությունները, հայկական լեռնաշխարհում արդեն կար մի զարմանահրաշ առասպելական երկիր՝ Արատտա։ Միջագետքում այն անվանում էին աստվածների և աստվածային օրենքների երկիր, հավատալով, որ Արատտայում էր ապրում շումերների աստված Էան, Հայան, որը ստեղծել էր մարդուն և տվել նրան բոլոր գիտելիքները։ Արատտայի ժողովուրդը ուներ սեփական գիրը, գիտեր մետաղի մշակման գաղտնիքը։ Այստեղ ապրում էին լավագույն բրուտագործներն ու ոսկերիչները, շինարարներն ու դարբինները։ Բայց Արատտան ուներ մի գաղտնիք, որը հանգիստ չէր տալիս օտարներին։ Ասում էին, որ այստեղ էր պահպանվում հավերժական կյանքի անմահության խորհուրդը։ Շումերները հավատում էին, որ ջրհեղեղից փրկվածները անմահություն են ստանում, իսկ մարդկության փրկության վայրը հենց Արարատն ու Արատտան էին։ Շումերի արքաներից Գիլգամեշը փնտրում էր Արատտայում անմահության ծաղիկը։ Մյուսները փորձում էին գտնել Արատտայում անմահության առասպելական ծառը, փնտրում էին հավերժ կյանքի բաղադրատոմսը քրմերի գրերում, իսկ որոշ տիրակալներ փորձում էին ուժով ենթարկել Արատտան անմահության բանալին ստանալու համար, բայց Արատտան գրավել չէր ստացվում։ Նետերը անձրևի պես թափվում էին զավթիչների գլխին, իսկ քաղաքի պատերը անառիկ էին, որովհետև կառուցված էին ամուր քարից, մինչդեռ Միջագետքում այդ ժամանակ պատերը շարում էին փխրուն կավե աղյուսներից։ Սակայն Արատտան հզոր էր ոչ միայն զենքի և շինությունների շնորհիվ։ Արատտայի ժողովուրդը ճարտար էր նաև իր մտքով, իր խոսքով։ Նրանց մանկուց սովորեցնում էին խոսել պարզ, գեղեցիկ և բովանդակալից, քանի որ իմաստուն ու ճշմարիտ խոսքը հաճախ ավելի ուժեղ է լինում, քան սուրը։ Այդպես եղավ, երբ Ուրուկ քաղաքի տիրակալ Էնմերքարը որոշեց անմահանալ իր ձևով, կառուցելով իր մոտ Ինաննա աստվածուհու ամենաշքեղ տաճարը։ Դրա համար պետք էր ոսկի, կապույտ քար, մայրի ծառ և հմուտ շինարարներ։ Այդ ամենը չկար Միջագետքի հարթավայրերում, բայց կար Արատտայում, և Էնմերքարը պահանջեց. «Տվեք ինձ ձեր վարպետներին ոսկին և քարը, կառուցեք ինձ համար տաճար, և ձեր անունը կլինի իմ կողքին»։ Բայց Արատտայի արքան պատասխանեց. «Մենք ստրուկներ չենք և ուրիշների տաճարները չենք կառուցում»։ Էնմերքարը բարկացավ և սպառնաց. «Եթե դուք չհնազանդվեք, մենք կգանք ձեր հետևից, իմ բանակը մեծ է, իմ կամքը աստվածների կամքն է»։ Ու թեև Արատտան պատրաստ էր կռվելու, Արատտայի իմաստուն արքան նորից զենքի փոխարեն ընտրեց խոսքը. «Աստվածների կամքը արարման մեջ է, ոչ թե հնազանդության։ Մի փորձիր անմահանալ ուրիշի հաշվին, գտիր կյանքի ուժը քո սրտում»։ Ամիսներ շարունակ Էնմերքարը փորձում էր համոզել Արատտայի արքային և նույնիսկ ցորեն ուղարկեց նրան իր ուզածի դիմաց։ Ի պատասխան նա ստացավ քար, փայտ ու ոսկի, բայց ոչ վարպետներ։ Արատտայի տիրակալը ընտրեց խաղաղությունը պատերազմի փոխարեն, բայց չդավաճանեց աստվածային օրենքին։ Արարչությունը առաքելություն է, այն չի վաճառվում։ Իսկ Էնմերքարը այդպես էլ չհամարձակվեց կռվել Արատտայի դեմ, ճարտարներին ու իմաստուններին հաղթել չի լինի։ Իսկ ո՞րն էր Արատտայի հավերժական կյանքի գաղտնիքը։ Իրականում այն պարզ էր։ Մարդուն անմահացնում են ոչ թե հրաշագործ պտուղները կամ կախարդանքները, ոչ թե անսահման իշխանությունը կամ ճոխ շինությունները, այլ արարչագործությունն ու աշխատանքը։ Այն ամենը, ինչ մարդ ստեղծում է, որպեսզի փոխանցի հաջորդ սերունդներին։ Այդ ժամանակներից անցել է արդեն 5000 տարի։ Արատտային փոխարինելու եկան Հայասան, Նայիրին, Վանի թագավորությունը, մեծ և փոքր հայքերը։ Բայց Արատտայի անմահության օրենքը այսօր էլ է գործում։ Եվ ամեն անգամ, երբ հայի խոսքն ու գործը ճշմարիտ են, երբ մենք ճարտար ենք ու արարող, մենք և մեր երկիրը հավերժ ապրելու իրավունք ենք ստանում։